Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա կանխատեսումը, ավելի կոնկրետ մարտի 2-ից մինչև 8 ընկած ժամանակահատվածը եւ մանրամասն կներկայացնեմ, թե յուրաքանչյուր օրը ինչ բնութագրիչ ունի, ինչ կարելի է անել տվյալ օրը եւ ում համար է ընդհանրապես բարենպաստ օրը։ Մինչ առաջ անցնելը, եթե դուք դեռ չգիտեք, թե որ կենդանակերպի տարում եք ծնվել եւ որն է ձեր անհատական էլեմենտը, ապա անպայման սկանարեք այս QR կոդը եւ որից հետո կբացվի ձեզ մոտ նման պատուհան։ Պետք է այստեղ լրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ծննդյան ժամը, եթե գիտեք լրացնում եք, եթե ոչ բացեք թողնում, ոչ մի խնդիր չկա, ընտրում եք սեռը, կին տղամարդ եւ սեղմում եք հաշվել։ Այնուհետև բացվում է նման պատուհան, սա արդեն ձեր անհատական բազի քարտն է, կարմիրով նշված օղակի մեջ այս հատվածում ներկայացված է ձեր անհատական էլեմենտը։ Անհատական էլեմենտները 10 են, հա, 5 էլեմենտ, յուրաքանչյուրը 2 բևեռականությամբ, այսինքն ին եւ յան։ Տվյալ պարագայում անձի անհատական էլեմենտը մետաղ յան է։ Եվ նայում ենք աջից առաջիսյան ներքևի հատվածում կենդանակերպի ինչ է նշված, այս պարագայում տվյալ անձը ծնվել է աքաղի տարում։ Ինչու է սա կարևոր։ Կարևոր է, որովհետև իմ կանխատեսումները շաբաթվա օրերի հետ կապված կրում են հիմքում անհատական էլեմենտն է եւ տարվա կենդանակերպը։ Հիմա եկեք անցնենք առաջ, բայց մինչև առաջ անցնելը հիշեցնեմ, որ եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ իհարկե կիսվեք ձեր շրջապատի մարդկանց հետ, որպեսզի նրանք հետևականան եւ կարողանան օգտվել այս օգտակար եւ ինչու՞ չէ թանկարժեք ինֆորմացիայից։ Հիմա մարտի 2-ից մինչև 8-ը ինչ ունենք, հա, ինչ օրեր կան։ Մարտի 2-ը բնութագրիչն է ստացում բնութագրող օրերը, դրանք հատկանշական օրեր են եւ ընդհանրապես եթե այս օրերին դուք որոշակի անակնկալ կերպով ինչ որ նվերներ եք ստանում, հա, կամ հետաքրքիր առաջարկներ եւ այլն, ապա իմացեք, որ միգուցե դուք ինչ որ բաներ ճիշտ եք կատարել, հա։ Ընդհանրապես այս օրերին ցանկալի է նաեւ նվիրեք ձեր շրջապատին փոքր, բայց հաճելի նվերներ, եղեք ավելի բարի, եղեք ավելի ուրեմն բաց, հա, մարդկանց օգնելու հետ կապված։ Օրը չինական օրացույցի փայտե խոզի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ խոզի տարում ծնվածների համար եւ ոչ բարենպաստ օձի տարում ծնվածների համար։ Երբ որ ասում ենք ոչ բարենպաստ օձի տարում ծնվածի համար, դա չի նշանակում, որ օրվա մեջ ինչ որ մի վատ բան պիտի տեղի ունենա ձեզ հետ, հա։ Հաճախ մարդկանց սա շփոթեցնում է, ոչ, ուղղակի ցանկալի չէ, որ դուք օրվա ընթացքում պլանավորեք որևէ կարևոր նախաձեռնություն, որտեղ հնարավոր է այնպես չընթանան իրադարձությունները, ինչպես դուք ինքներդ եք ցանկանում։ Ֆինանսական առումով, որը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղն է, ավելի կոնկրետ մետաղ-ին։ Ընդհանուր առմամբ օրվա մեջ էներգիաների դասավորվածությունը բավականին լավն է եւ դուք օրվա մեջ կարող եք նախաձեռնություններ իրականացնել, բացի ուրեմն ամուսնություն եւ բժշկական որևէ պրոցեդուրա, հա, օգնություն կամ որևէ պրոցեդուրա իրականացնել խորհուրդ չեմ տա։ Օրը համարվում է դրական նաեւ վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում, արդեն ասեցի, խոզի տարում ծնվածների համար։ Հիմա անցնենք մարտի 3-ին։ Մարտի 3-ին մենք ունենք բացում բնութագրով օր, ըստ չինական թոնգշորացույցի, ընդհանրապես բացում բնութագրով օրերը դրանք դրական էներգիայով լեցուն օրեր են եւ հենց մարտի 3-ին մենք դոնգոնգով ունենք նաև բարենպաստ էներգետիկ համակարգ, ստրուկտուրա, որը եւս ուժեղացնում է օրվա էներգետիկան։ Նաև ասեմ, որ տարվա եւ ամսվա ուրեմն թռչող շատ լավ համադրություն ունենք, 8-ի եւ 1-ի համադրությունն է, 8-ը դա ֆինանսական էներգիան է թռչող աստղերում եւ 1-ը դա օգնող մարդկանց էներգիան է։ Ամեն դեպքում օրվա մեջ կարող եք իրականացնել ցանկացած տեսակի նախաձեռնություն եւ օրը համարվում է առավել բարենպաստ առնետի տարում ծնվածների համար եւ ինչու՞ չէ նաեւ այծի ներողություն, ուրեմն ցլի, վիշապի եւ կապիկի տարում ծնվածների համար։ Օրը չինական օրացույցով հրեղեն առնետի օրն է եւ ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուրն է, ավելի կոնկրետ ջուր յան։
Հիմա անցնենք արդեն մարտի 4։ Մարտի 4-ը մեզ մոտ փակում բնութագրով օրն է։ Փակում բնութագրով օրերին ցանկալի չէ ընդհանրապես սկսել նոր նախաձեռնություններ։ Եվ հենց մարտի 4-ը այնպիսի օր է, որ օրը պետք է անցկացնել առավել պասիվ վիճակում, ավարտել արդեն սկսած գործերը եւ ուղղակի հանգստանալ, ուղղակի դիտել ինչ-որ ֆիլմեր հետաքրքիր կամ կարդալ գիրք եւ այլն, այսինքն մաքսիմալ պասիվ վիճակում ենք անցկացնում։ Ըստ չինական օրացույցի հրեղեն ցլի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ առնետի, ցլի, օձի եւ ակհաղի դարում ծնվածների համար։ Ոչ բարենպաստ այծի դարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր 9 է։ Հիմա ամսի 5-ը մեզ մոտ արդեն նորից փակում բնութագրով օրով է ներկայացված, ինչու է կրկնվում, որովհետև մեր մոտ տեղի ունենում ամսվա փոփոխություն, հա, մենք անցնում ենք նոր ամիս, մենք անցնում ենք ուրեմն մետաղական ուրեմն նապաստակի ամիս եւ դրա համար մեզ մոտ դուպլիկատ է, հա, ամսի 4-ը եւ ամսի 5-ը։ Քանի որ փակում բնութագրով օր ունենք, հետեւաբար որցե նոր նախաձեռնություն խորհուրդ չեմ տա սկսել, օրը ինչի համար կարող ենք օգտագործել։ Առաջինը դա պարտքերի հավաքագրման համար է շատ լավ օր, եթե ունեք որոշակի գումարներ պարտքով տված եւ երկարաժամանակ չէի կարողանում հետ ստանալ, օրը կարող եք օգտագործել նման նախաձեռնության համար։ Օրը հարմար է նաեւ պայմանագրերի ստորագրման համար եւ գրեթե ուրիշ էլ ոչ մի նախաձեռնություն ցանկալի չէ այսօր իրականացնել, համենայն դեպս սա են հուշում, հա, էներգիաները, ըստ չինական օրացույցի հողեղեն ուրեմն վագրի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը փայտ յանն է։ Մարտի 6 ինչ ունենք, հա, հիմնադրում բնութագրով օր։ Հիմնադրում բնութագրով օրերը ընդհանրապես դրական օրեր են, բայց մեզ մոտ այս անգամ կա էներգետիկ ոչ դրական համակցություն։ Դրա համար ես խորհուրդ կտայի, որ օրվա ընթացքում կարևոր նախաձեռնություններ չիրականացնեիք, չնայած նրան, որ օրը հիմնադրում բնութագրով օր է, ըստ չինական օրացույցի հողեղեն նապաստակի օրն է, առավել բարենպաստ է օրը համարվում նապաստակի, այծի, շան եւ խոզի համար, խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը փայտ 9 է։ Մարտի 7, հասանք մարտի 7-ին, ինչ ունենք, ունենք մաքրում բնութագրով օր, ընդհանրապես մաքրում բնութագրով օրերին ցանկալի է կատարել մաքրում, հա, եւ բնակարանի մաքրում, եւ ձեր տարածքի մաքրում, ձեր գրապահարանի մաքրում, սեղանում դրված իրերի, հա, մաքրում եւ այլն, այսինքն օրվա մեջ ինչ որ մի հատված պետք է տրամադրենք ավելորդ իրերից ազատվելուն, դե նետեք այն ամեն ինչը մի քանի ամիս է չեք օգտագործում, հա, կամ նվիրեք ինչ-որ մեկին, եթե ցանկանում եք։ Ամեն դեպքում օրվա ընթացքում պետք է ազատվել ոչ պիտանի իրերից, անպիտան իրերից։ Օրը կարող եք օգտագործել, ինչու՞ չէ, ճանապարհորդություն սկսելու համար, նաև օրը կարող եք օգտագործել որոշակի պայմանավորվածություններ խզելու կամ ինչ-որ պայմանագրեր խզելու համար, նույնպես կարող եք օգտագործել։ Չինական օրացույցով այսօր մետաղական վիշապի օրն է, օրը առավել բարենպաստ է առնետի, վիշապի, կապիկի եւ ակհաղի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է, ուրեմն նրանց համար ում անհատական էլեմենտը կրակ յանն է։ Եվ վերջապես ամսի 8։ Ամսի 8-ը մեզ մոտ լիություն բնութագրով օր է եւ լիություն բնութագրով օրերին ինչ որ դուք անում եք կրկնապատկվում է։ Բնականաբար այս օրերը ցանկալի չէ ընտրել ամուսնության համար, ցանկալի չէ ընտրել ուրեմն նոր բնակարան տեղափոխվելու համար, բժշկական օգնություն խնդրելու, այս անգամ ճանապարհորդելու համար ոչ բարենպաստ է համարվում եւ նոր պաշտոնի անցնելու կամ աշխատանքի ընդունվելու համար նույնպես ցանկալի օր չէ։ Օրը կարող եք օգտագործել պարտքերի հավաքագրման, կարող եք օգտագործել նոր բիզնեսի բացման, պայմանագրերի ստորագրման, ինչ-որ բան վաճառելու, հանդիպումներ նշանակելու, մարդկանց հետ շփվելու համար բավականին լավ օր է։ Ըստ չինական օրացույցի մետաղական օձի օրն է եւ օրը համարվում է առավել բարենպաստ ցլի, օձի, ձիու, այծի
կապիկի և հակաղիդարում ծնված անձանց համար, ֆինանսական առումով որը դրական է նրանց համար ու մանատական էլեմենտը կրակ 9։ Այսքանը այս շաբաթվա համար, մաղթում եմ ձեզ դրական շաբաթ, փորձեք կատարել պլանավորում ըստ իմ ներկայացված ինֆորմացիայի, ընտրեք լավագույն օրերը ձեզ համար և եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա չինական օրացույցի մասին, ընդհանրապես ինչպես կարելի է ընտրել լավ օրեր, ինչպես խուսափել բացասական օրերից, ապա կարող եք ձեռք բերել իմ օրացույցը, չինական օրացույցը, մանրամասների համար գրեք մեկնաբանություններում օրացույց բառը և ես կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները։ Նաև եթե դուք հետևում եք իմ այս շարքին ամեն շաբաթվա ուրեմն վերլուծություններին կանխատեսմանը եւ օգտագործում եք ու որոշակի հաջողություններ եք գրանցում ճիշտ օրեր ընտրելով ձեզ համար, ապա կխնդրեմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը կամ ինչպիսի արդյունք եք գրանցել կամ ինչ թեկուզ ամենափոքր հաջողությունը, որ ունեցել եք ուրեմն էներգիաներին համապատասխան պլանավորում կատարելու արդյունքում։ Այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ։